Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Պուտինի եւ Թրամփի հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ ՌԴ նախագահի օգնականի հայտարարությունն է Զարուբինին տված հարցազրույցում։ Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կայացել են։ Թուրքիայի արտգործնախարարը բացման խոսքում նշել է, բանակցությունների առաջին փուլի ընթացքում ձեռնարկվել են շատ կարևոր քայլեր, ապահույս հայտնել, որ գերիների փոխանակման վերաբերյալ ձեռք կբերվեն նոր պայմանավորվածություններ։ Ընդգծել կանոնավոր հանդիպումների կարևորությունը կողմերի միջև վստահության ամրապնդման համար։ Թուրք դիվանագետն ակնկալում է կոնկրետ առաջընթաց հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Իրանը պատրաստվում է մերժել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները։ Reuters գործակալությանն է փոխանցել իրանցի բարձրաստիճան դիվանագետներից մեկը։ Ամերիկյան առաջարկների փաթեթը, որը Իրանը ստացել է, չի լուծում այն խնդիրները, որոնք կարևոր են Թեհրանի համար։ Իրանի պատասխանը բացասական է լինելու, ինչը կարող է դիտարկվել որպես ամերիկյան առաջարկների մերժում, ասել է իրանցի դիվանագետը։ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ, քննարկել Ուկրաինայում ճգնաժամի հետ կապված իրավիճակը, բացի այդ Ռուբիոն ցավակցություն է հայտնել ՌԴ նախարարության ղեկավարին Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթյունների հետևանքով զոհերի կապակցությամբ։